Եկել եմ ձեզ ցույց տալու, թե ինչպես են տնկում պոմիդորները։ Ահա։ Այդ տնկումը կատարում ենք այսպես, առանձնացնում ենք բաժակից, քանի որ նշեցի, որ ուշացրել ենք, ինքը արմատային համակարգը այստեղ բավականին լավ զարգացած է, տնկումը կատարում ենք ձեռքով ու ծածկում ենք մինչև արմատների վերջ։ Առաջին ջրումը կատարելու ենք ձեռքով, քանի որ չունենք համակարգ, որպեսզի մի քիչ տաք ջրով ջրենք, ունենք տաք ջուր, տենց ձեռքով ենք կատարում առաջի ջրումը, նոր կաթիլային համակարգը արդեն կքաշի։ Հողը հարստացված է գոմաղբով եւ շլակով, շլակը օդափոխության համար է, որպեսզի բույսի արմատները շնչեն, իսկ գոմաղբը արդեն իր մեջ պարունակում է բազմաթիվ տարրեր, դրանով կարողանում ենք արդեն ոնց որ ուժ տալ հողին։ Իսկ նախորդ տարիներին, երբ որ տնկել եք, հողը ունեցել է հիվանդություններ, դրանց դեմ ինչպես եք պայքարել հաջորդ բերքը, որպեսզի կրկին չհիվանդանա, այսինքն ունեցել ենք նեմատոդներ, հա, նեմատոդը իդրան sense ասած պայքար կարելի ասել չունի, ինքը չվերացող վնասատու է ավելի շատ։ Պայքարը կատարվում է նայեք, այս սորտը հիբրիդը, որ մենք օգտագործում ենք, ինքը մախիտոս հիբրիդն է։ Մախիտոսը ոնց որ ավելի դիմացկուն է բանի նկատմամբ, հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ, ամենակարևորը այն է, որ ինքը դիմանում է նեմատոդին, այսինքն արմատային համակարգը վարակվում է նեմատոդ հիվանդությամբ, բայց պայքար կա, հիբրիդի առանձնահատկության մեջ կա պայքար, որ ինքը արմատից նեմատոդը այստեղ աշխատեց, ինքը կողքից ավելի շատ ճյուղավորում է գնում արմատային ու ոնց որ նոր արմատի ձևավորում է կատարվում, այդ իսկ պատճառով օգտագործում ենք այստեղ մախիտոսը։ ինչ հեռավորության վրա եք տնկում։ Այք 40 սանտիմետր միջբուսային հեռավորությունն է, իսկ ճարպերի հեռավորությունը արդեն 50 սանտիմետր է։ Ինչքան սխեման կոչվում է երկգծանի ժապավենաձև սխեմա 90, 40 եւ 50 սանտիմետր։ Թմբերը, այսինքն 90 սանտիմետր։ 90 սանտիմետր է։ Շարքերի Շատ լավ։ Պոմիդորի տնկման նաեւ մեկ այլ տարբերակ, պարկած տարբերակն է։ Բույսերը դրվում են այսպես պարկած, քանի որ մեր մոտ արմատային համակարգը բավականին շատ չի զարգացած, որ այսինքն մինչև կարա լինի այստեղ զարգացած, մենք իրան կծածկենք, բայց քանի որ մեր մոտ քիչ է զարգացած, մենք դրան համար գնում ենք սենց։ Այսինքն ինքը հնարավորություն ունենք թեթև ծածկելու իր ոնց որ արմատավզիկը, դրա համար խնդիր չունենք պարկացնելու իրան։ Այսինքն այստեղ ոչ միայն երկարությունը կրճատելու խնդիր ունենք, այլ նաև արմատները, որպեսզի ամբողջությամբ ծածկվի եւ շատ խորը չտնկենք պոմիդորը։ Այո, եթե նայեք, մենք տնկենք առանց արմատի իրան այս խորության վրա, պարկեցնենք, այսինքն հնարավոր է ստեղից փտում գնա արդեն, որտեղ խոնավությունը բարձրանում է ջրելուց, ստեղից կարա փտում լինի, էլի, դրա համար օգտագործում ենք սենց։ Իսկ եթե արմատ եղավ, ինքը արդեն ջրելուց ինքը գնա արմատները դեպի հողը ու այդ փտմանը ոնց որ չի հասնի։ Բայց քանի որ արմատ չկա, հնարավոր շատ է, էլի, բանը, մեծ է հավանականությունը, որ ինքը կունենա փտախ։ Հիմա նաև սիրելի հետևորդներ ձեզ ցույց կտանք ինչպես են ջրում ու այդքանով կավարտենք։ Հիմա ջրելու մեխանիզմ ենք ձեզ նկարում։ Մենք կատարում ենք ձեռքով բացում, ոնց որ բաժակի տեղավորում ենք այսպես հողը։ Մոտ 16-17 աստիճանի ջրով արդեն ջրում ենք, որպեսզի բույսը ստրես չապրի, արմատային համակարգը այսինքն չսառի։ Ես նշեցի, որ մենք չունենք համակարգ, որպեսզի տաք ջրով կարողանանք միանգամից կաթիլային ոռոգում անել, պատճառը հիմնականում այդ է, որ ձեռքով է կատարվում։ Իսկ մոտավոր ինչքան եք ջրում։ Մեկ սացիլին 400-ից 500 գրամ ջուրը առաջի ջրի համար բավական է։ Երկրորդ ջուրը երբ եք պատրաստվում տալ։ Պատրաստում ենք արդեն 3-ից 4 օր հետո միատ հասկանանք բույսը երբ որ արդեն իր արմատները մտցրեց հող, այսինքն այս բաժակի սահմաններից դուրս եկավ եւ հասավ հող, այդ ժամանակ միատ ջրում է կատարվում, ու տենց մի 10-15 օր էլ ընդհանրապես չենք ջրում։ Այնտեղ արդեն գնում է
Դրանից հետո փախան փոխրեցման աշխատանքներ է կատարվում ու արդեն անցնում ենք կաթիլային նոռոգմանը։ Շատ Կամ եղանակի փոփոխություն է լինում դեպի տաքացում, այնց արմատները լինում են հողում, հողը տաքացած է լինում արդեն։ Այդ պատճառով արդեն կարողանում ենք սառը ջրով, բայց էլի սխալ է։ Պետք է տաք ջուր լինի, մոտ գոնե մի 14-15 աստիճան ջուր։ Շնորհակալություն, այսքանը սիրելի հետևորդներ, եթե տնկման հետ կապված հարցեր ունեք, գրեք մեկնաբանությունների բաժնում, սիրով կպատասխանենք։ Դե ինչ, կհանդիպենք։